Մարտի 16-ից ի վեր Ադրբեջանը 7 անգամ Հայաստանին մեղադրել է հրադադարի խախտման մեջ։ Միայն մարտի 18-ի առավոտյան և կեսօրին այդ մասին նշվել է 2 անգամ։ Հայաստանի բանակը հրադադարի խախտման պատճառ կամ հրահանգ չունի, հայտարարել է Հայաստանի վարչապետի աշխատակազմը։ Երևանը նաև վերահաստատել է իր պատրաստակամությունը հրադադարի խախտման դեպքերի առնչությամբ համատեղ մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ, որը նախկինում անպատասխան է թողել Բաքուն։ Ինչ վերաբերում է հրադադարի խախտումների մասին Ադրբեջանում հնչող կարծիքներին, ապա հիմնական խոսույթն այն է, թե իբր հայկական կողմը դիմում է սադրանքի, որ Բաքվի վրա երրորդ ուժերի միջոցով ճնշում գործադրի, ինչի հետևանքով կարագանա խաղաղության պայմանագրի կնքումը։ Ըստ այդ տրամաբանության, Հայաստանը պարզապես ցանկանում է խաղաղության համաձայնագրի խնդրին սևեռել միջազգային դերակատարների ուշադրությունը։ Ադրբեջանցի փորձագետներն ու լրատվամիջոցները ասածը հիմնավորում են մի շարք երկրների առաջնորդների հետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազանգերով, որոնց ժամանակ նա տեղեկացրել է խաղաղության գործընթացի մասին։ Իհարկե, հնչում է նաև տարբեր քարոզչական հնարքներ, սակայն դրանք բոլորը անտրամաբանական և անհամոզիչ են հնչում։ Ադրբեջանում ավելի շատ խոսում են ուժի դիրքերից, Հայաստանին ամեն կերպ հիշեցնելով գրված և չգրված պահանջների մասին։ Արդեն իսկ ներկա դրությամբ նշմարվում է խաղաղության համաձայնագրի շուրջ Երևանի և Բաքվի դիրքորոշումների տարբերությունը։ Ադրբեջանական կողմը խաղաղության պայմանագրի կնքման համար գլխավորապես նախապայման է դնում խաղաղության համաձայնագրից դուրս մնացած երկու կետերի սահմանադրության փոփոխության և ԵՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցերի կատարումը, դրանք դիտելով պայմանագրի ստորագրումից առաջ։ Այլ կերպ ասած, նշում են, որ մինչև վերոնշյալ հարցերը լուծում չստանան, խաղաղության պայմանագիր չպետք է ակնկալել։ Այնինչ հայկական կողմը պնդում է հակառակ տրամաբանությունը, նշելով, որ պատրաստ է ինչպես ԵՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցի, այնպես էլ համաձայնեցված տեքստի կետերի դեպքում դիմել քայլերի, սակայն միայն պայմանագրի կնքումից հետո։ Ադրբեջանական դիրքորոշումներն ակտիվորեն առաջ են տանում այդ երկրի փորձագետները, որոնք լրացնելով այդ երկրի պաշտոնյաների ասածները, խոսում են տարբեր պահանջների մասին։ Իհարկե, դրանց թվում է նաև տարածաշրջանային կապուղիների, սահմանազատման հարցերն ու Հայաստանից սպառազինություններ ձեռք բերելու քաղաքականությունը։ Ատլաս հետազոտական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն նշել է, որ եթե ապագայում Հայաստանը, մեջբերում եմ, խուսափի կատարել համաձայնագրով նախատեսված դրույթները, ապա Բաքուն կարող է հրաժարվել պայմանագրից։ Երկրորդելով Իլհամ Ալիևին, նա նշել է, որ Բաքուն ոչ թե վստահում է Երևանի խոսքերին, այլ գործերին, որոնք պետք է փաստաթղթի տեսք ստանան։ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով 12-րդ Գլոբալ Բաքվի ֆորումում նշել էր, թե Հայաստանի նկատմամբ վստահությունը հավասար է 0-ի, և իրենք հայկական կողմի ոչ մի խոսքին չեն հավատում։ Նրանք մարդիկ են, որոնց չի կարելի հավատալ, այդ թվում ներկա իշխանությանը։ Մեզ փաստաթղթեր են պետք, գրված տեքստեր, ասել էր Ալիևը։ Իսկ Евronewс-ին տված հարցազրույցում նա նշել էր, որ մինչև պայմանագիր չստորագրվի, խաղաղություն չի լինի։ Ադրբեջանում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտից հետո հանդիպումների տեղն ու ժամանակը քննարկելու փոխարեն ավելի մեծ թափով սկսեցին խոսել նոր պահանջների և Երևանի հանդեպ վստահության բացակայության մասին։ Բացի այդ, Բաքվից պնդում են, որ նման հանդիպում նախատեսված չէ և գնդակը Երևանի դաշտում է, սպասելով հայկական կողմից զիջումների։